Այսօր կխոսենք մի շատ հետաքրքիր թեմայի մասին, սիրելիներս, խնդրում եմ գրանցվել եւ լայք դնել, մինչեւ հիմա կամ ընթացքում է թե կհիշեք։ Շնորհակալություն հանդիսատեսից երեկվա ներկայացման համար երեք խաղացի տարից քեզ այդ կամերային թատրոնում, նաեւ սպասում եմ ձեզ ամսի 24-ին Սարի թատրոնում եւ կխաղամ գյուղական միջավայրում կխաղամ Են Լորուզորն է ներկայացումը։ Հիմա ասենք գործին Ինձ որ ասում են սիրելիներս կա մի երկու բան որ կուզեի ես խոսել այդ թեմայով ձեզ հետ մի հատ բլոգեր կա անտիտապորա կոչվում լսում եմ իրան հետաքրքիր գործ անում բայց երբեմն ոչ ճշտված ինֆորմացիա է տալի ոնց որ ես հասկացա միգուցե եթե ես սխալ եմ ապա ինձ ուղեք եւ այդ խոսքը այդ ինչ որ ինքը ասել է նաև այլ կարիքերն են կրկնում խոսում են դրա մասին որ մեր նախագահը Վահագն Խաչատրյանը ներողություն է խնդրել Թուրքիայի կառավարությունից Հայաստանի հայերի այսպես հանցագործությունների համար որ 20-րդ դարի ընթացքում գործում էր ասալա գազམ་ակերպությունը եւ բազմաթիվ այսպես ահաբեկչական ակտեր է կատարել եւ դրա համար ինքը ներողություն է խնդրել։ Ժողովուրդ ես ման եկա գտա փորփրեցի GPT-ին հարցրեցի ընկերներից հարցրեցի լրագրողներին այդպիսի բան չկա այդպիսի բան Վահագն Խաչատրյանը մեր նախագահն որը բացարձակ աչքի լույսը չի հիշում եք չէ այն մարդն է որը գնաց էր Անգլիայի թաղմանը եւ սելֆիներ էր անում դեմքա թույն է ինքը իրականում ինքը չպետք է լինի նախագահ էլի ասենք բայց այդպեսի բան չի արել ինքը ես չեմ լսել եթե կարող եք ինձ ստույգ ինֆորմացիա տալ դրա մասին ապա խնդրում եմ ինձ գրեք կոմենտներում ես կարծեմ դա հիբրիդային պատերազմի դրսևորումներից մեկն է այդպիսի լուրեր տարածելը այդպես երկրորդը էլ ալերգիա սկսվեց ներեցեք այ հիմա կսկսեք քիթեպի քաշիբան նավը ռադղեք ալիքից նոր դու չի գալիս հիմա այսպես գիտեք այսպեսի մի հատ բան կա որը ասենք լսում եմ ես եւ ասենք ինձ դուր չի գալի բացարձակ եւ ուզում եմ դες հետ կիսվել Նեն որ Իսրայելը տենց կիսատ պրատ ընդունել է մեր ցեղասպանությունը, ցեղասպանության փաստը, բայց հələ իրանց պարլամենտ գնես է ինչ է իրանց այդ դեռ չի ընդունել եւ կարող է տենց հաձգվի։ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը ասեմ որ ընդունել է, հա։ Եվ ինչի համար են կարևորում, ինչի համար ենք մենք կարևորում հայերս դա, ասում են այ եթե բոլորը ընդունեն եւ եթե Թուրքիան ընդունի ապա դա կկանխարգելի մյուս ցեղասպանությունները։ Ժողովուրդ ջան, այդ էշությունը ձեզ ով է ասել, օրինակ։ Դա բացարձակ հիմար անմիտ մի հատ ինչ-որ մի հատ խոսք է, հա, որը որ տարածվում է մեր հայկական մեդիայում, որ պետք է ընդունեն, որպեսզի կանխվի։ Ժողովուրդ դուք հիշում եք որևէ թուղթ, որ որևէ ինչ-որ բան կանխի։ Որևէ խաղաղության պայմանագիր կամ չհարցակվելու պայմանավորվածություն, որ կանխի այդ հարցակումը կամ կանխի պատերազմը։ Ես այդպիսի բան չեմ հիշում։ Ամենայն դեպս չեմ ասի թե պատմագետ եմ, բայց որպես ուղղակի մարդ, գրագետ մարդ, որը որ կարդում է, նայում է, բան եւ այլն, հետաքրվում է, հասկանում է, որ դա ոչ մի կանխարգելում այդտեղ չի կարող լինել։ Գենոցիդը կկանխարգելի միայն Թուրքիայի կործանումը։ Այնպես ինչպես հրյաների հոլոկոստը ճանաչվեց եւ կանխարգելեց հետագա ոչնչացումը ֆաշիստական Գերմանիայի պարտությունը ու քանդումը վերջ։ Դուք գիտեք, հետո Գերմանիայի գլխին ինչ եկավ։ 30 տարի, հետո 30 տարի որ նա քանի 60 քանի տարի կիսված էր երկիրը, հետո միացավ Գորբաչովի շնորհիվ բան եւ այլն, դուք գիտեք։ Հիմա նոր ոտի են կանգնում, առ այսօր թույլ չէր տրված, որպեսզի Գերմանիան ունենա բան զորքեր, հա, պաշտպանության նախարարություն բան եւ այլն։
Հիմա ինչի համար է դրա մասին խոսում։ Այդ կարող է ես դիմում եմ գիտեք ինչ, ոչ միայն բլոգերներին եմ դիմում, էլի, նախ իմ հետևորդներին եմ դիմում, էլի, որ ասենք, տենց ամեն անգամ ուրախանում ենք, հա ուրախանում ենք, որովհետև տվյալ դեպքում ասենք լավ է, որ ինչ որ մեկը ընդունեց, մեզ ոնց որ տենց սփոփանք կա մի քիչ որ հա իրանց շահերը մեր շահերի հետ համընկան այդ րոպեին Թուրքիային ուզում էին դրեցեք ոսկեղենիկ հայերենից համար ուզում էին կզացնեին ընդունեցին հա մեզ էլ ասենք մի քիչ տենց մխիթարանք եղավ մեր սև սրտին ահա գենոցիդը կկանխարգելի միայն Ադրբեջանի թուլացումը Եվ Թուրքիայի թուլացումը կամ մեր այնպիսի ուժեղացումը եւ այնպիսի խաղացող դառնալը որ մեզ ոչնչացնելը կլինի բան ծանր իրանց համար կլինի այսպես ասած կամ կլինի ոչ շահավետ այդքան բան բոլոր մեր հարևանները այդ երկուսը ամենայն դեպս այո պատմականորեն մեզ ուզում են ոչնչացնել եւ գենոցիդը ընդունեն բոլորը կամ չընդունեն կամ Դու հենց Թուրքիան էլ որ ընդունի, չնայած բան չինելու երբեք։ Այդ եկեք չշարունակենք, էլի, եթե ընդունի ինչ կլինի։ Ասենք դրանից որ չի ընդունի, որովհետև Թուրքիայի ինքնության իմաստը եւ ամեն ինչը դա այդ մեծ Թուրանը, որ իրանք պետք է ասենք այդ արդարացնեն իրանք գոյությունը եւ այլն, որ ասենք մենք չկանք, դա իրանք ասենք բանն է եւ իրանք բնականաբար միշտ ուզելու են մեզ ոչնչացնել։ Այդքան բան Հիմա կընդունեն գենոցիդը թե չի ամբողջ աշխարհը մեզ համար մեծ հաշվով այո միգուցե էմոցիոնալ կողմից լավ է բայց որ դա ինչ որ բան կարող է լուծել կամ կանխարգելել ժողովուրդ մոռացեք եւ այն քաղաքական գործիչների ովքեր որ ձեզ այդ բանը ասենք հիմարությունը լցնում են ձեր ականջները կամ են բլոգերներին կամ են ուղակի վերլուծաբանները որ մենք պետք է ստիպենք որ ընդունեն որպեսզի հետո հոլոկոստի ընդունումը Ռուանդայի գենոցիդը կանխարգելեց եզդիների գենոցիդը կանխարգելեց Սիրիայում ինչ կանխարգելեց կարաք ինձ ասեք որ բանը ասենք տենց հոլոկոստը ընդունեցին հрьяաների գենոցիդը կանխարգելեց չկանխարգելեց արդեն կոտորել էին երկրորդը կանխարգելեց այն որ այելի եմ ասում Գերմանիան տապալվեց վերջ ու եկեք այդտեղից նայենք ինչ պրագմատիկ նայենք այս ամենը չին էլի հենց ամեն անգամ տենց ոգևորվում ինչ որ տենց բաներ են անում հա ոգևորիչ է որ ասենք Իսրայելը ընդունեց ասենք հա ինչ որ տենց Կիսատ Պրադը, ոբշի, Կիսատ Պրադը թե ինչ է, այս առանձնապես չենք էլ հասկանում, այնտեղ մի քանի բան կա էլի, տենց ասենք, այդ գնեսետը չի ընդունել, եթե կարա մի 100 տարի չընդունի էլ, ու հա ամեն անգամ Թուրքիայի գլխին մահակ բան ասել, այ այստեղ եք ընդունենք, այստեղ եք ընդունենք, հա։ Եթե չեմ սխալվում, Ֆրանսիայում էլ է տենց եւ շատ ու շատ երկրներում, ասենք ոնց է, ասենք իշխանության մի թևը ընդունել է, մյուսը չի վավերացրել դեռ քննարկման մեջ է Դե խոսում են դրա մասին ու Թուրքիայի գլխին որպես մահակ են պահում, լավ են անում, մեզ դրանից վատ չի, ահա, հենց այդքան բար։ Բայց դրանից ասենք սարքել պատմություն եւ մանավանդ մտածել, որ դա կարող է կանխարգելել, մոռացեք դա։ Հիմա անցնենք խաղաղության պայմանագրին, եթե ձեզ թվում է որ Ալիևը եթե ստորագրեց խաղաղության պայմանագիրը, որ վերջապես իրանց ստիպեցին, հա, որտեղ այս ռեգիոնում պետք է խաղաղություն, կարող է պատահենք Ամերիկան, բան Եվրոպան ստիպեն, որ նա ընդունի, որ նա բան անի, ստորագրի այդ թուղթը, որ դա կարող է կանխարգելել, էլի մոռացեք, որովհետև եթե մենք լինենք թույլ, եւ եթե ինք էլի 1000 անգամ լինի, ասենք ուժեղ մեզանից, էլի կռիվը լինելու է, որովհետև ասենց զիջելով, այս սահմանությունը փոխենք Գերբի վրա էսի հանենք, էնի անենք, էսի անենք, դա միևնույնն է լավ բանը չի բերելու, մենք գիտենք, որ ինչքան դու զիջես, այնքան էլ գնալու է առաջ։ Դե այդ դա մասին խոսել եմ, չեմ ուզում այդ նույն բաները կրկնեմ։ Մեր ոչնչացումը Հայաստանի Հանրապետության կկանխի միայն Հայաստանի Հանրապետության ուժեղացումը։ Հա Որքան էլ մեզ այնքան էլ հաճելի չի այդ 29000 քառակուսի կիլոմետրը այս օրանջ բանը որ կպցրել է
իշխանությունը կպցնում անագալի որ մեր դուրը չի գալի որ չկա տեղ Ղարաբաղը, չկա Դեմուշը, Արդահանը, Սասունը եւ Կիլիկյան, այդ կտորը եթե իրանից բան չներկայացրեց, մենք մոտ մի 20-30 տարի հետո չենք լինի։ Կարող է մի քիչ ավելի շուտ, որովհետև ունենք շատ լուրջ խնդիրներ, ունենք բացի հարևաններից, որ ուզում են մեզ ոչնչացնել, մենք ունենք շատ լուրջ դեմոգրաֆիկ խնդրեմ։ Հարևանները շատանում են, մենք քչանում ենք։ Ես հասկանում եմ, որ վաղը մյուս օրը կարող է սահմանին ռոբոտներ կանգնեն, բան, բայց գիտեք ինչ, յուրաքանչյուր պատերազմի ժամանակ էլ, երբ որ ասենք ռոբոտները կռվեցին, այդ հետևակը պետք է մտնի ինձ, դու պետք է բնակչություն ունենաս։ Մենք այսօր բնակչություն չունենք, մենք այսօր մոտարապես Եվրոպայի նման ենք։ Եվրոպայում էլ բնակչություն, քանի գնում ծերանում է, բան մենք լիքը բան ինֆորմացիա կա կարող եք կարդալ։ Մեզ մոտ ոչ միայն ծերանում ենք, այլ ուղղակի չենք վերարտադրվում։ Ես ունեմ ընկերներ, որոնք որ այսպես ասած բնակչության վերարտադրության հետ կապ ունեն, հա, բժիշկներ են, բան, հա։ Նա կասում է, որ վիճակը իրականում շատ աղետալի է, շատ տարեց տարի քչանում է ծննդաբերության քանակը։ Տարեց տարի քչանում է։ Դրա մասին մտածենք։ Այդ իշխանությունը, որ ասենք ամեն հաճացող շան հետևից քարակցում, բան, տենց ընդդիմությանը կռիվ անում, բան եւ այլն։ Եթե դա աստված ընդդիմություն համար է, էլի։ Ավելավա դրա մասին մտածենք։ Մեխանիզմներ մշակի, որ այս ազգը բազմանա։ Կա ինչ որ ձևեր բազմանալու համար, կարող եք ինձ դիմել, ես ձեզ այո, այսպես ասած, ինտիմ կոնսուլտացիա կտամ սիրելի հետևորդ։ Հենց այդքանը։ Ամսի 24-ից սպասում եմ ձեզ Սարի թատրոնում։ Ժամը 5-ից հավաքվում ենք, 5-ի 6-ին տենց մոտարապես կսկսենք, խաղալու եմ Էն Լորուձորն է ներկայացումը, տոմսերը վաճառվում են։ Եվ Սարի թատրոնում էլ կլինի, ես այդ QR կոդերը էլի կդնեմ ձեր աթոռներին, ով կկարողանա այսպես աջակցել, որպեսզի ես վերականգնեմ թատրոնը, թատրոնի ծածկը, շատ շնորհակալ կլինեմ։ Այս տարի շատ եմ ուզում հասցնեմ, որովհետև ամբողջ մատերիալի փողը կա, այսպես ասած, ամբողջ սաղ կա արդեն, բայց այն կոմպանիայի, որը պիտի դա վերականգնի, այդ դրա գումարը չի հերիքում, իսկ ես ուզում եմ, որ դա անպայման անի որևէ լիցենզավորված կոմպանիա, որպեսզի հետո հաշվետու լինեմ, բան եւ այլն, չեմ կարող բացատրեմ, դա շատ անհրաժեշտ է ինձ համար, չեմ կարող փողոցից մարդ բռնեմ, որ գա սարքի, էլի, հա, համել լուրջ պրոյեկտ է, պետք է պրոյեկտը կարդացող լինի, պրոֆեսիոնալ մարդիկ են պետք։ Դա այդպես։ Հենց այդքան է սիրելիներս, կսպասեմ ձեզ Սարի թատրոնում, շատ լավ ժամանակ կացկացնենք, նաև կլինի իհարկե հյուրասիրություն, սյուրպրիզ եմ սպասում, այնտեղ մի հատ շատ լավ մի հատ մարդ է հրավիրել, չգիտեմ կգա թե չէ, բայց դե ասված տա գա, կարող է համերգել լինի։ Մի խոսքով Սարի թատրոնի, այսպես ասած, ամբողջ տրադիցիաները պահպանվում է չնայած նրան, որ ծածկ չկա, բայց ոչինչ, ես հիմա ներկայացումներս տեղափոխել եմ ID եւ իմ պատշգամբ, շատ հետաքրքիր միջավայր եմ ստացել գյուղական եւ հենց այդպիսի ներկայացումներ խաղում եմ։ Շատ լավ, շնորհակալություն։ Ձեզ QR կոդը ձեր էկրանին է, անպայման էլի կհանդիպենք։